Ողջույն բոլորին, USR Media YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսից վերադառնալիս Air Force One-ում լրագրողների հետ խոսել է մի քանի առանցքային թեմաներով։ Նա հայտարարել է, որ Գրենլանդիայի շուրջ բանակցությունները շարունակվում են եւ որևէ ժամանակային սահմանափակում չունեն։ Նախագահը նշել է, որ խոսքը գնում է երկարաժամկետ, փաստացի նույնիսկ անժամկետ համաձայնության մասին, որը կարող է ներառել թե ռազմական, թե անվտանգային բաղադրիչներ։ Թրամփի խոսքով Միացյալ Նահանգները չի պատրաստվում վճարել Գրենլանդիայի համար, սակայն կարող է ստանալ լայն իրավասություններ տարածքում գործողություններ իրականացնելու համար։ Նա ընդգծել է, որ գործընթացը քննարկվում է նաև ՆԱՏՕ-ի ներգրավմամբ, այն ներկայացնելով որպես համատեղ անվտանգային նախագիծ, որը շահավետ կլինի ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև Եվրոպայի համար։ Նախագահը հավելել է, որ Միացյալ Նահանգների հիմնական ծախսը կլինի ոսկեգմբեթ պաշտպանական համակարգի կառուցումը, որի ֆինանսավորմանը կարող են մասնակցել նաև գործընկեր երկրներ։ Դանիայի համաձայնության հարցում Թրամփը նշել է, որ հստակ պատասխաններն ակնկալում է մոտ 2 շաբաթվա ընթացքում, ընդգծելով, որ քննարկումների ընդհանուր մթնոլորտը դրական է։ Անդրադառնալով Ուկրաինայի պատերազմին, Թրամփը հայտնել է, որ շարունակում են ինտենսիվ շփումները թե Վլադիմիր Պուտինի, թե Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Նրա խոսքով երկու կողմերն էլ այժմ շահագրգռված են համաձայնության հասնելու հարցում, թեև գործընթացը մնում է բարդ տարածքային սահմանների եւ անվտանգության հարցերի պատճառով։ Նախագահը կրկնել է, որ Եվրոպան պետք է ակտիվ դեր ունենա կարգավորման մեջ, նշելով, որ պատերազմն ավելի մեծ ազդեցություն ունի Եվրոպայի, քան Ամերիկայի համար։ Թրամփը նաև անդրադարձել է Իրանին, հայտարարելով, որ Միացյալ Նահանգները զգալի ռազմական ուժեր է տեղակայել տարածաշրջանում որպես զսպման միջոց։ Նրա խոսքով Վաշինգտոնի կոշտ դիրքորոշումը հանգեցրել է այն բանին, որ Իրանում չեղարկվել են հարյուրավոր մահապատիժներ։ Միաժամանակ նախագահը հաստատել է, որ Իրանի հետ բիզնես վարող ընկերությունների նկատմամբ նախատեսում է 25% մաքսատուրք, որը կարող է ուժի մեջ մտնել մոտ ապագայում։ Անդրադառնալով Չինաստանին, Թրամփը հայտնել է, որ ապրիլի նախատեսում է այց Չինաստան, իսկ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի այցը ԱՄՆ կարող է տեղի ունենալ ավելի ուշ տարվա երկրորդ կեսին։ Նա նշել է, որ հարաբերությունները ներկայումս բարելավել են եւ Չինաստանը մեծ ծավալներով գնում է ամերիկյան գյուղատնտեսական արտադրանք։ Նախագահը նաև հայտարարել է, որ շուտով կհայտարարի Դաշնային Պաուստային համակարգի նոր ղեկավարի թեկնածուի անունը, ընդգծելով, որ դա լինելու է ֆինանսական ոլորտում լայն ճանաչում ունեցող անձ։ Երևի մեկ թեմայով էլ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փորձել է միջազգային ուշադրությունը կրկին կենտրոնացնել չլուծված պատերազմի վրա։ Զելենսկին նշել է, որ իր ելույթները համաշխարհային առաջնորդների առջև հիշեցնում են Groundhog Day ֆիլմը արճամական օրը, ընդգծելով, որ իրավիճակը չի փոխվել, իսկ համաշխարհային ուշադրությունը շեղվում է այլ ուղղություններով։ Նա կրկին կոչ է արել եվրոպական երկրներին ձևավորել միասնական զինված ուժեր եւ օգտագործել սառեցված ռուսական ֆինանսական ակտիվները Ուկրաինային աջակցելու համար։ Դավոսում Զելենսկին հանդիպել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Երկու կողմերն էլ հանդիպումը գնահատել են արդյունավետ։ Թրամփը հայտարարել է, որ խաղաղ համաձայնության հասնելու փորձերը շարունակվում են, սակայն այն դեռևս մնում է անհասանելի։ Միևնույն ժամանակ հայտարարվել է, որ ամերիկյան պատվիրակությունը ուրբաթ օրը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։ Զելենսկին եվրոպացի առաջնորդներին կոչ է արել ավելի վճռական պաշտպանել ժողովրդավարական արժեքները, հատկապես երբ Միացյալ Նահանգների ուշադրությունը աստիճանաբար շեղվում է տարածաշրջանից։ Մինեապոլիս տեղափոխվենք, այստեղ իրավիճակը մնում է լարված, նախադպրոցից նույն ինքը մանկապարտեզից տուն վերադառնալուց հետո 5-ամյա Լիամ Կոնեխո Ռամոսը Դաշնային ներգաղթային գործակալների կողմից տեղափոխվել է Թեքսասում գտնվող պահման կենտրոն, բայց հոր հետ միասին։ Այս մասին հայտնել են դպրոցի պաշտոնյաներն ու ընտանիքի փաստաբանը, նշելով, որ նա վերջին շաբաթների ընթացքում նույն Մինեապոլիսի արվարձանից ձերբակալված արդեն 4-րդ աշակերտն է։ Դպրոցի ղեկավար Զենա Ստենվիկի խոսքով դաշնային գործակալները երեխային ասել են դուռը թակել, պարզելու արդյոք տանը ուրիշ մարդ կա թե ոչ, ինչը նա բնութագրել է երեխային որպես գործիք կիրառում։ Դպրոցի ղեկավարությունը հայտնել է, որ ընտանիքը Միացյալ Նահանգներ է ժամանել 2024 թվականին, ունի գործող ապաստանի գործ եւ երբևէ չի ստացել երկիրը լքելու հրաման։ Տեղական պաշտոնյաները պնդում են, որ տանը այլ մեծահասակներ կան, որոնք պատրաստ էին խնամել երեխային, սակայն գործակալները հրաժարվել են երեխային հանձնելուց։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Մինեապոլիսում հանդես է եկել երկար հայտարարությամբ պաշտպանելով դաշնային ներգաղթային իրավապահների գործողությունները եւ քննադատել է նահանգային ու տեղական իշխանություններին։ Վենսը նշել է, որ իր այցի նպատակը եղել է հանդիպել ընդհանրապես բիզնեսի ներկայացուցիչների, այսի աշխատակիցների եւ տեղական իրավապահների հետ իրավիճակը հասկանալու եւ լարվածությունը նվազեցնելու համար, միաժամանակ շարունակելով ներգաղթային օրենքի կիրառումը։
Նրա խոսքով դաշնային իրավապահները գործում են ծանր եւ հաճախ վտանգավոր պայմաններում, ենթարկվում են հետապնդման, բացահայտման եւ երբեմն ֆիզիկական հարձակումների։ Փոխնախագահը հայտարարել է, որ խաղաղ բողոքները ընդունելի են, սակայն իրավապահների վրա հարձակումներն անընդունելի են եւ նման դեպքում վարչակազմը կդիմի խիստ քրեական հետապնդման։ Նա ընդգծել է, որ տեղական ընտրված պաշտոնյաների չհամագործակցելու քաղաքականությունը խորացնում է քաոսը եւ ստիպում է դաշնային գործակալներին կենտրոնանալ ոչ թե թիրախային ներգաղթային գործողությունների, այլ սեփական աշխատակիցներին պաշտպանելու վրա։ Վենսը օրինակ է բերել, որ որոշ դեպքերում տեղական իշխանությունները հրաժարվել են տրամադրել տեղեկատվություն վտանգավոր հանցագործների մասին, այդ թվում սեռական հանցագործների, մարդասպանների գտնվելու վայրի մասին, ինչը բարդացրել է թիրախային ձերբակալությունները եւ մեծացրել լայնամասշտաբ գործողությունների անհրաժեշտությունը։ Նրա խոսքով, նման իրավիճակներում հասարակության անվտանգությունն է խարխլվում։ Անդրադառնալով երեխաների մասնակցության դեպքերին, փոխնախագահը նշել է, որ որևէ երեխա նպատակային չի ձերբակալվում։ Նրա խոսքով, որոշ դեպքերում երեխաները ժամանակավորապես հայտնվում են իրավապահների խնամքի տակ այն պատճառով, որ ծնողը փորձել է խուսափել ձերբակալությունից։ Վենսը շեշտել է, որ ծնող լինելը չի կարող ընդհանրապես լիակատար անձեռմխելիություն ապահովել օրենքի խախտման դեպքում, սակայն նաև միաժամանակ կարևորել է երեխաների պաշտպանության եւ աջակցման անհրաժեշտությունը։ Նա եւս մեկ անգամ անդրադարձել է Ռենե Գուդիմավան դեպքին, այն որակելով ողբերգություն եւ նշելով, որ գործը քննվում է օրենքով սահմանված կարգով։ Վենսի խոսքով իրավապահների գործողությունները պետք է գնահատվեն ոչ թե հանրային ճնշման, այլ լիարժեք քննության արդյունքում։ Փոխնախագահը վստահեցրել է, որ վարչակազմը չի պատրաստվում առայժմ դիմել զինված ապստամբության մասին օրենքի կիրառմանը եւ չի նախատեսում զինված ուժերի ներգրավում ներքին իրավապահ գործողություններում, քանի դեռ իրավիճակը հնարավոր է վերահսկել դաշնային իրավապահ ռեսուրսներով։ Եզրափակելով, Վենսը հայտարարել է, որ Մինեապոլիսում ստեղծված լարվածությունը բացառիկ է եւ պայմանավորված է դաշնային, նահանգային եւ տեղական մարմինների միջև համագործակցության բացակայությամբ։ Նրա խոսքով, եթե տեղական իշխանությունները պատրաստ լինեն համագործակցել, ներգաղթային օրենքների կիրառումը կարող է իրականացվել ավելի թիրախային, անվտանգ եւ առանց ավելորդ քաոսի։ Կանադայում Միացյալ Նահանգների հարևան երկրում հաճում է աջակցությունը վարչապետ Մարկ Քարնիին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հերթական կոշտ հայտարարություններից հետո հատկապես։ Լարվածությունը սրվեց նաև շվեյցարական Դավոս քաղաքում կայացած համաշխարհային տնտեսական ֆորումում Քարնիի ելույթից հետո, որտեղ նա քննադատեց հզոր պետությունների կողմից առևտրային քաղաքականության օգտագործումը որպես ճնշման գործիք։ Վարչապետը հայտարարել է, որ մաքսատուրքերը, ֆինանսական ենթակառուցվածքներն ու մատակարարման շղթաները հաճախ կիրառվում են որպես տնտեսական զենք այլ երկրներին ենթարկեցնելու նպատակով։ Քարնիի խոսքը արժանացել է կանգնած ծափահարությունների թե ֆորումում, թե Կանադայում։ Սոցիոլոգիական հարցումների համաձայն նրա վարկանիշի իշխանության գալուց ի վեր պահպանում է 50%-ից ավելին բարձր մակարդակը։ Ի պատասխան Թրամփը Դավոսում հայտարարել է, որ Կանադան կայանում է Միացյալ Նահանգների շնորհիվ, կրկնելով նաև նախկինում հնչեցրած հայտարարությունները Կանադան Միացյալ Նահանգների 51-րդ նահանգ դարձնելու մասին։ Այդ հայտարարությունները դժգոհություն են առաջացրել կանադացիների շրջանում, որոնք շեշտում են երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Շատ քաղաքացիներ հայտարարում են, որ Կանադան պետք է կոշտ դիմադրի նման հռետորաբանությանը։ Վերջին շաբաթներին նկատվել է Միացյալ Նահանգների ուղևորությունների կտրուկ նվազում ամերիկյան ապրանքների, այդ թվում ալկոհոլի բոյկոտ, ինչպես նաև կանադական արտադրանքի գնման խրախուսում։ Թե Մարկ Քարնին դեռ չի կարողացել առևտրային համաձայնագիր ձեռք բերել Միացյալ Նահանգների հետ, նա նախորդ շաբաթ պայմանագիր է ստորագրել Չինաստանի հետ եւ ակտիվացրել համագործակցությունը մերձավոր արևելքի երկրների հետ, նպատակ ունենալով նվազեցնել Կանադայի տնտեսական կախվածությունը Միացյալ Նահանգներից։ ԱՄՆ նախկին հատուկ դատախազ Ջեք Սմիթն այսօր ներկայացել է Կոնգրեսի հանրապետականների վերահսկողության տակ գտնվող հանձնաժողովի լսմանը։ Վերջինս պատասխանել է իր կողմից նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հարուցված, բայց հետագայում կասեցված երկու քրեական գործերի վերաբերյալ հարցերին։ Լսման սկզբում Սմիթը, ինչպես ընդունված է, երդվել է, որի ցուցմունքները ճշգրիտ են եւ համապատասխանում է իր գիտելիքներին։ Նա ընդգծել է, որ Թրամփի դեմ մեղադրանքները ներկայացվել են այն պատճառով, որ հավաքված ապացույցները ցույց են տվել նախագահը միտումնավոր է խախտել օրենքը։ Գործերից մեկը վերաբերում էր 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձերին, իսկ մյուսը գաղտնի փաստաթղթերի ապօրինի պահմանը։ Այդ գործերից ոչ մեկը դատավարության չհասավ, քանի որ Թրամփը վերադարձավ Սպիտակ տուն, իսկ արդարադատության նախարարությունը գործող քաղաքականության համաձայն չէր կարող արդեն քրեական հետապնդում իրականացնել գործող նախագահի նկատմամբ։ Սմիթը հայտարարել է, որ քննության ընթացքում ձեռք է բերվել կասկածից վեր ապացույց, ըստ որի Թրամփը ներգրավված է եղել քրեական գործունեության մեջ, եւ նա շարունակում է պաշտպանել իր նախկին որոշումները որպես հատուկ դատախազի։
Հանրապետական օրենսդիրները փորձել են կասկածի տակ դնել քննության օրինականությունը։ Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովի նախագահ Ջիմ Ջորդանը Սմիթին մեղադրել է ընթացակարգերի խախտման եւ ընտրություններից առաջ քաղաքական դրդապատճառներով գործելու մեջ։ Միևնույն ժամանակ դեմոկրատները եւ դեմոկրատների առաջատարը, մասնավորապես Ջեյմի Ռասկին, պաշտպանել է Սմիթին, նշելով, որ վերջինս հարձակման է ենթարկվում ոչ թե սխալ գործողությունների, այլ օրենքը ճիշտ կիրառելու համար։ Նույն օրը Թրամփը սոցիալական ցանցում կոչ է արել հետաքննել եւ քրեական պատասխանատվության ենթարկել Ջեք Սմիթին, առանց ապացույցների պնդելով, թե նա սուտ ցուցմունք է տվել։ Այս լսումը առաջինն էր, որ ամերիկյան հանրություն ուղիղ եթերում երկարատև ձևաչափով լսում էր Ջեք Սմիթի հրապարակային ցուցմունքները։ Նրա նախաձեռնած պատմական գործերը մեծ ազդեցություն են ունեցել Թրամփի քաղաքական վերադարձի եւ ներկայիս վարչակազմի նկատմամբ նրա կոշտ դիրքորոշման ձևավորման վրա։ Մերձավոր արևելքի մասին էլ երկու լուրով եզրափակենք։ Նախագահ Դոնալդ Թրամփը համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում պաշտոնապես հայտարարել է նոր միջազգային նախաձեռնության խաղաղության խորհրդի ստեղծման մասին։ Նախաձեռնությունն ի սկզբանե նախատեսված է Գազայի շուրջ հրադադարի ամրապնդման համար եւ ընդգրկված է Թրամփի ներկայացրած խաղաղության ծրագրում։ Խորհրդի գործունեությունը հաստատվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևով Գազայի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում։ Թրամփը հայտարարել է, որ անձամբ կղեկավարի խորհուրդը եւ ակնկալում է, որ այն ապագայում կզբաղվի նաեւ այլ տարածաշրջանային ու գլոբալ հակամարտություններով։ Խորհրդի կազմում ընդգրկված է Միացյալ Նահանգների Գազայի հարցով բանակցողներ Ջարեդ Քուշները եւ Ստիվ Վիտքոֆը, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը։ Նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն են հայտնել մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ այլը։ Մինչդեռ Միացյալ Նահանգների մի շարք ավանդական արևմտյան դաշնակիցներ ավելի զգուշավոր դիրքորոշում են ցուցաբերել։ Թրամփի խոսքով խաղաղության խորհրդի մշտական անդամները պետք է նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերեն, յուրաքանչյուրը վճարելով $1 միլիարդ։ Ֆրանսիան սակայն հայտարարել է, որ այս փուլում չի միանա նախաձեռնությանը, նշելով, որ խորհրդի կանոնադրությունը ամբողջությամբ չի համապատասխանում ՄԱԿ-ի բանաձևերին եւ որոշ դրույթներով հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը։ ՄԱԿ-ի փոխխոսնակի նշելով դեռևս վաղ է գնահատել արդյոք խաղաղության խորհուրդը կարող է մրցակցել կամ փոխարինել ՄԱԿ-ին։ Նա ընդգծել է, որ ներկայումս անվտանգության խորհուրդը հաստատել է նախաձեռնությունը միայն Գազայի հարցով եւ ՄԱԿ-ը շարունակում է գործել այդ շրջանակում։ Թրամփը միաժամանակ քննադատելով ՄԱԿ-ին արդյունավետության պակասի համար հայտարարել է, որ շարունակում է հավատալ կազմակերպության չիրացված մեծ ներուժին եւ չի բացառում, որ խաղաղության խորհուրդը ապագայում կարող է ստանձնել ավելի լայն դեր։ Խորհրդի անդամ Ջարեդ Քուշները նշել է, որ հաջորդ փուլում ուշադրությունը կենտրոնացած է լինելու Գազայի վերակառուցման, ֆինանսավորման, անվտանգության ապահովման եւ տարածքում գործող Համաս խմբավորման ապառազմականացման վրա։ Նրա խոսքով առանց անվտանգության երաշխիքների ներդրումներ եւ տնտեսական վերականգնում հնարավոր չեն։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արդեն ընդունել է խաղաղության խորհրդին միանալու հրավերը։ Միևնույն ժամանակ պաղեստինյան մի շարք խմբավորումներ եւս աջակցել են Գազայի վերաբերել խաղաղության ծրագրին եւ համաձայնել անցումային պաղեստինյան կառավարման մարմնի ձևավորմանը խաղաղության խորհրդի վերահսկողության ներքո։ Սիրիայի կառավարական ուժերը վերահսկողության տակ են վերցրել երկրի հյուսիսային եւ արևելյան լայն շրջաններ, որոնք նախկինում գտնվում էին քրդական ուժերի վերահսկողության ներքո։ Այսպիսով, քաղաքացիական պատերազմից հետո առաջին անգամ Սիրիայի գրեթե ամբողջ տարածքը վերադարձվել է Դամասկոսի իշխանության տակ։ Քրդական ուժերի նահանջն ավելի շատ խոսում է ԱՄՆ քաղաքականության փոփոխության մասին, իսկ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան ամրապնդում է իր իշխանությունը Բաշար Ալ-Ասադի տապալումից հետո։ Միացյալ Նահանգները 2015 թվականից աջակցում էր քրդական ուժերին Սիրիայի ժողովրդավարական ուժեր SDF անվան տակ իսլամական պետություն խմբավորման դեմ պայքարի շրջանակում։ Այդ ընթացքում SDF-ը Սիրիայի հյուսիս-արևելքում ձևավորել էր փաստացի ինքնավար տարածք սեփական քաղաքացիական եւ ռազմական կառույցներով։ Սակայն Վաշինգտոնը երբեք պաշտոնապես չի աջակցել քրդական ինքնավարությանը։ 2024 թվականի վերջերին թուրքական աջակցություն ստացած ուժերը Ահմեդ Ալ-Շարայի գլխավորությամբ տապալեցին Ասադի ռեժիմը։ Դրանից հետո Միացյալ Նահանգների նախագահ սերտ հարաբերություններ ձևավորեց նոր իշխանության հետ վերացնելով պատժամիջոցները եւ Սիրիան ներառելով միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի կազմում։ Այս զարգացումները քրդական ուժերին թողեցին նոր իշխանության ճնշման ներքո։ Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հայտարարել է, որ SDF-ի սկզբնական առաքելությունն ավարտված է եւ Վաշինգտոնը շահագրգռված չէ այդ ուժերի երկարաժամկետ առանձին գոյության պահպանմամբ։ Հունվարին կառավարական զորքերը վերահսկողության տակ են վերցրել քրդերի կողմից կառավարվող Հալեպի շրջանները, ապա շարժվել դեպի արևելք, փաստացի վերացնելով ինքնավար գոտին։ Դամասկոսը պահանջում է, որ քրդական ուժերը միավորվեն պետական անվտանգության համակարգի հետ եւ ինտեգրվեն պետական կառույցներին։
Կառավարական ուժերն արդեն վերահսկում են բանտերը, որտեղ պահվում են իսլամական պետության զինյալներ, ինչպես նաև ճամբարները խմբավորման հետ կապ ունեցող քաղաքացիական անձանց համար։ Վերցված շրջանները ներառում են Սիրիայի խոշոր նավթահանքերը, հիդրոէլեկտրակայան, կարևոր գյուղատնտեսական տարածքներ։ SDF-ի հրամանատարության տվյալներով ուժերը նահանջել են քրդաբնակ շրջաններ։ Քաղաքացիական համաձայնության դեպքում կառավարական զորքերը չեն մտնի SDF-ի վերահսկողության տակ մնացած երկու քաղաքներ՝ դա Հասակե եւ Ղամիշլին է, սակայն կառավարական ստորաբաժանումների ներկայությունն այդ շրջանների մոտ լարվածությունը պահում է բարձր մակարդակի վրա։ Իսկ այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ եղեք։